ձեզ, արդեն երկրորդ ամիսն է մեր բուժարան հաճախում է մեր կինեզիս կենտրոն, ասեմ ուներ բավականի ողնաշարի բարդ պրոբլեմներ, ծննդան հոդում կար խնդիր, անգամ առաջարկել է ողնաշարի բարդ վիրահատություն, խնդրեմ դուք ասեք ինչ վիրահատություններ։ Բարև ձեզ, ինձ մոտ ողնաշարի ճողվածքներ, ծունկիցավ ողնաշարի թեքում, գնացել եմ բժշկի, ինձ առաջարկել են վիրահատություն, 8 իմպլանտ պիտի դրվեր իմ ողնաշարին, ծունկս պիտի վիրահատվեր, ես հնարավորին մտածեցի, որ հնարավոր է դրանից հետո ես չկարողանամ քայլել, դրա համար ես հրաժարվեցի դրանից, ես տեսա Facebook-ով բժիշկ Արտուր Մադոյանին, մոտեցել եմ նրան, նա ինձ այնքան հուսա տվել, որ ես երկրորդ ամիսն եմ հաճախում ու էլ ցավեր չունեմ, շատ թույլ, ես շնորհակալ եմ բժիշկ Արտուր Մադոյանին, մարդկանց օգնություն ցույց տալու համար, որ չմնան ինվալիդ, որ կարողանան քայլել, որ կարան իրենց առօրյան անցկացնել իրենց ոտքերով, իրենց ձեռքերով, շնորհակալ եմ բժիշկին, շատ։ Խնդրեմ կրավանք եզի։ Այո։ Հիմա տեսեք, եթե այս գործողությունը կատարում են դաժան թեկուզ կիսատ կրավա, խոսք չկա ոտքատեղից ինչ-որ իմպլանտի վիրահատության կարիք։ Դա ուղղակի պատկերացրեք ձեր ողերը, ձեր սեփական ողերը, որ ձեզ երկար ծառայելու է եւ անցավ, ուղղակի մենք մոռանում ենք վիրահատությունը։ Վիրահատում են մի դեպքում, երբ որ կոմպրեսիոն ասված միանացի կոտրվածքի դեպքում են վիրահատում, կոմպրեսիոն կոտրվածքը մարդը ստանում կամ ինչ-որ հապվածից կամ ինչ-որ բան։ Դա ուրիշ է, բայց ուղղակի մի թեթե ողնաշարի թեքվածության կամ ինչ-որ գրիժաների դիրքերից պետք չէ ուղղակի վերցնել ու ողնաշարը վիրահատել, այնը 8 իմպլանտով դա կլինի մարդ ուղղակի կարելի ինվալիդ։ Առողջություն եմ ցանկանում։ Շատ շնորհակալ եմ բժիշկ ջան ձեր օգնության, մարդկային վերաբերմունքի ցուցանելու համար, շատ շնորհակալություն։